Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության եւ դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։ Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման եւ սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես իրականացվել են օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնված քաղաքականության մշակման, որակի եւ անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովման աշխատանքներ։ Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը։ Նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր։ Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թվականների ընթացքում ծննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ։ Իրականացվել է նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր։ Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման եւ ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ։ Խորհրդակցության անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման եւ արձագանքման մեխանիզմներին։ Վերջիներիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաեւ անասնաբուժական ծառայությունների բարելավմանը եւ կարողությունների զարգացմանը։ Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ։ Մեծամորում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը։ Կառույցի 4 մասնաշենքերից մեկում կտեղակայվի երեխաների զարգացման կենտրոնը, երկուսում շահառուներն անկախ կյանքի հմտություններ ձեռք կբերեն, իսկ վարչական կազմը կաշխատի 4-րդ մասնաշենքում։ Կառույցը հագեցված է լինելու նախագծային հատուկ լուծումներով, ունենալու է 2 խաղահրապարակ, փակ եւ բաց մարզասրահ։ Կառույցը ունենալու է նաեւ իրեն համար նախատեսված արևային ֆոտովոլտային կայան, որը կապահովի նաեւ իր էներգամատակարարումը եւ ձմեռային սեզոնին ջեռուսման համակարգերը, ըստ էության շահագործման ծախսերը կրճատվեն եւ ինքը նախագծված է այնպես, որ հաշվի առնված միջազգային լավագույն փորձը եւ բոլոր նախագծային լուծումները տրված են, որպեսզի առավելագույնը հարմարավետ լինեն։ UNICEF-ի հետ փորձել ենք այնպես անել, որ շենքը հարմարավետ լինի նաև կառուցվածքային առումով։ Կենտրոնը նախագծվել է լավագույն միջազգային փորձի հաշվառմամբ, որը ժամանակի լուրջ քննություն է անցել եւ ապացուցել արդյունավետությունը։ Կենտրոնում կմատուցեն նաև արտատնային ծառայություններ, սկսած վերականգնողական թերապիայից մինչև հմտությունների զարգացում։ Անկախ կյանքի կենտրոնի առաջին հասցեն Արմավիրի մարզն է, այսպիսիք կլինեն նաև այլ մարզերում։ Մոտապես 14000 շահառուների համար է նախատեսված, առաջին հերթին Արմավիրի մարզի բնակիչ համարվող շահառուներն են, բայց կենտրոնը հնարավորություն ունի նաև հարակից մարզերի համար հարակից մարզերի բնակիչների համար ծառայություններ մատուցել։ Մենք ունենում ենք հագեցած այդ թիրախային խմբի կարիքները բավարարող պայմաններ ունեցող շենք եւ հարակից տարածք։ Մանկահասակից մինչև տարեցուզին հաշմանդամ կօգտվեն լոգոպեդի, հոգեբանի, կինեզիստի ծառայություններից։ Շահառուներն այստեղ չեն բնակվի, սա ցերեկային ծառայությունների կենտրոն է։ Ցերեկային ծառայությունները հնարավորություն կտան, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրեն մի կողմից ապրեն ընտանիքում, մյուս կողմից այդ ընտանիքների համար էականորեն հեշտ է լինելու հմտությունների զարգացման հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջում էլ, երբ որ մենք կհամարենք, որ արդեն ծառայությունները հմտությունների տրված են, ունենանք պիլոտային թեստային տներ, որտեղ որ իրենք անկախ կապրեն եւ մենք կհետևենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ հասկանալու համար, օրինակ գազօջախից ինչպես է օգտվում։ Վայոց-Ձորի նախալեռնային գոտում գտնվող Մալիշկան դարձել է հայկական մեղվաբուծության ակտիվ զարգացող կենտրոններից մեկը։ 2008-ին 5 մեղվա ընտանիքով սկսած Երվանդ Նազարյանն արդեն 50-ի է հասցրել, որը շուտով կկրկնապատկվի։ Պետակները համարակալում էի, նաև նշել եմ 99 մեղվա ընտանիքի թիվը կոնկրետ, որպեսզի հասնենք այդ ցուցանիշին։ Տեղեկանալով Մազոծե կայուն համայնքների հանիմանի ծրագրի մասին անցավ մրցութային փուլն ու ստացավ աջակցություն գործն արագ զարգացնելու համար։ Վայոց ձորում ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունը առաջացել է ելներով մարզի ներուժի եւ առկա խնդիրների ուսումնասիրությունից։ Ծրագրային թիմը պարզել է, որ թեև կան տասնյակ մեղր արտադրողներ, նրանցից քչերն են գործում սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Գտանք այնպիսի շահառուների, որոնց որ պոտենցիալը գնահատեցինք, որոնք անցան քննական փուլերով, մրցութային
բջջային փուլերով եւ իրենց մոտ հիմնվեց սանիտարահիգիենիկ պայմաններին եւ նորմերին համապատասխան արտադրամասեր, հա նախամուտքով, դակտերով եւ այլն, ամեն գույքով։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $65.62 Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.4%-ով, կազմելով 1 բարելի դիմաց $62.28 Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ հասել 1 ունցիայի դիմաց $3292 Բիթքոյնի արժեքը վերջին 1 օրվա դրությամբ նվազել է 0.5%-ով եւ կազմել 1 հատի համար $106,814 Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 21-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 385 դրամ 6 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 436 դրամ 58 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 80 լումա։